մեր շարունակում ենք մեր ծրագիրը։ 3 մարտի 27-ին նշվեց թատրոնի միջազգային օրը, իսկ մենք այսօր անդրադառնում ենք այդ մեծ տոնին։ Տոն, որ առաջին հայացքից մասնագիտական, մյուս կողմից բոլորինս։ Ավելորդ է հիշեցնել Շեքսպիրյան իմաստությունը, այո, մենք ամենքս խաղում ենք մեր դերը, մեր եւ միայն մեր, ուղղակի առանց դիպլոմի։ Իսկ հուշարարը որպես կանոն ամենադժվար պահին բացակայում է։ Ծանոթ ու անծանոթ սցենարով են խաղում եւ ինչպես ասում են, փրկում է միայն իմպրովիզացիան։ Այնպես որ թատրոնի միջազգային օրվան անդրադառնալը երբեք էլ ուշ չէ։ Եվ այդ առթիվ մենք այսօր ստուդիա ենք հրավիրել սիրված, ճանաչված, սպասված եւ միշտ ցանկալի եթերում, կինոյում, թատրոնում դերասան Հրանտ Թոխածյան։ Բարի առավոտ։ Բարի։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Միշտ ուրախ եմ դեզ մոտ լինել։ Շնորհակալություն։ Այն հանգամանքը, որ հայկական թատրոնի վերաբերյալ տեղեկությունները գրանցված են շուրջ մեր թվարկությունից առաջ 53 թվականին։ Հնագույն լինելը մեզ հայերիս ինչ որ ձևով պարտավորեցնում է։ Գիտեք, ինչ կարծում եմ, որ գրանցման ժամկետը չի, որ որոշում է թատրոնը այսպես կամ այնպես լինելը, ու երկրորդը թատրոնը նախ եւ առաջ արվեստի այն տեսակից է, որտեղ որ մեծ ու շատ մեծ տեղ ունի հանդիսատեսը անպայման, որովհետև եթե չլիներ թատերասեր հանդիսատես, ապա չլինի նաև թատրոնը, որովհետև թատրոնը ինքնուրույն չի կարող լինել։ Իսկ դա նշանակում է, որ եթե այսօր Երևանում հանրապետությունում աշխատում են այդ քանակի թատրոններ, հիմա ուրիշ բան ասենք տեխնիկական վիճակը կամ ասենք այսօր ընդհանրապես թատրոնի վիճակը մի կողմ դնելով, համենայնդեպս այդ թատրոնները կան, ունեն իրենց աշխատակազմը, կան հոյակապ դերասաններ, ունեն շատ լավ ռեժիսորներ, նշանակում է, որ թատրոնը շարունակվում է ու պետք է լինի։ Ընդհանրապես թատրոնի հրաշքը միշտ պետք է լինի, որովհետև շատ դժվար է պատկերացնել որևէ երկրի կյանքը առանց թատրոնի։ Իսկապես լավ ասացիք, թատրոնը հրաշք է։ Այդ 19-րդ դարում, երբ ի հայտ եկավ կինոն, մտածում էին, որ այն անպայման ետ կմղի թատրոնը։ Հետո 20-րդ դարում առաջ եկավ հեռուստատեսությունը եւ նույնպես կային հորետեսներ, որ ասում էին թատրոնը կմեռնի։ Այդպես բարեբախտաբար չեղավ։ Այդ դեպքում ինչու՞մն է գաղտնիքը, բացի հանդիսատեսից բնականաբար։ Այդպես չէր կարող լինել, որովհետև եթե հեռուստատեսությունը եւ կինոն գրավեցին այդ ուրույն տեղը ու դարան անհրաժեշտություն այսօրվա օրով, ապա թատրոնը այն միակ տեղերից է, որտեղ որ հանդիսատեսը, նորից էլի հաշվի առնելով հանդիսատեսին, ունի հնարավորություն կենթանի շփման։ Այսինքն շփումը մարդը մարդու հետ երբեք չի կարող փոխարինել որևէ այլ միջոց։ Այսինքն լինի դա էկրանից, լինի դա հիմա արդեն ինտերնետային կապը նույնպես, որը որ պետք է փաստորեն այդ բոլորին ասենք գարանցներ, այդպես չեղավ։ Թատրոնը միևնույնն է մնում, որովհետև միևնույն է պետք է լինի մի տեղ, որտեղ որ մարդիկ կարող են կենթանի շփվել։ Իսկ այսօր այդ հնարավորությունը տալիս է թատրոնը։ Եվ միայն թատրոնը։ Միայն թատրոնը այսօր։ Քանի որ մեր այսօրվա հանդիպման ընթացքում մենք դիտելու ենք հատվածներ արդեն շատ սիրված եւ ընդունված մի ներկայացումից Mea Culpa, ես կուզենայի մինչ դիտելը մի հարց ուղղել ձեզ։ Անձամբ ինձ մոտ այսպիսի տպավորություն առաջացավ, որ այն միայն դիտելու, խաղալու եւ ծիծաղելու համար չէ։ Այն կոչված է նաեւ ինչ-որ բան փոխելու մեր իրականության մեջ։ Կա այդ միտումը։ Ընդհանրապես յուրաքանչյուր ներկայացում ինքը ի սկզբանե չպետք է խնդիր դնի որևէ բան փոխելու կամ ինչ-որ ախտորոշում տալու։ Ընդհակառակը կարծում եմ, որ ավելի շատ հարցադրում պետք է լինի, որովհետև մենք փորձել ենք մեր խմբով խոսել են թեմայով, որ այսօր հուզում է շատ շատերիս։ Հուզել է երեկ, հուզում է այսօր, հուզում է վաղը, 10-10 որպեսի գա մի օր, երբ որ այդ հարցը արդեն մեզ չհուզի, այսինքն ինքը լինի լուծված ու մենք սրան որպես պատմություն վերաբերվենք, ինչ խոսքը գնում եմ այսօրվա օրով ամենաարդեական թեմայի, մեր հողերի հարցի։ Ու երկրորդ հարցը, որքան մենք ինքներս պատրաստ այսօր ներքուստ հոգեբանորեն ընդունելու այդ հողերը։ Դա է ընդհանուր թեման ու ինչ-որ բան տալ, ասենք ուղղություն, թե ինչպես է պետք դա անել, կարծում եմ, որ դա այդքան էլ թատրոնի խնդիրը չի։
Ես առաջարկում եմ դիտել առաջին հատվածը ներկայացումից, որից հետո մեր եթերում կլինի գովազդ եւ մենք կրկին կհանդիպենք առավոտի տաղավարում եւ կշարունակենք մեր զրույցը դերասան Հրանտ Թոխատյանի հետ։ Հանցագործություն է ընդհատել այս ներկայացումը, բայց գովազդից հետո մենք կվերադառնանք ստուդիա, կզրուցենք մեր ծրագրի հյուրի հետ եւ կշարունակենք դիտել հատվածներ Mea Culpa ներկայացումից։ Իսկ այս պահին գովազդ մեր եթերում։ Բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ, ասեմ, որ չեք ուշացել։ Այս պահին մեր տաղավարում է սիրված ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանը։ Պարոն Թոխատյան, ճիշտ է, մենք հանդիպել ենք թատրոնի միջազգային օրվա առթիվ եւ ես չի ուզենա քաղաքականացնել մեր զրույցը, բայց այսպիսի մի հարց ինձ շատ հետաքրքրում է ձեր պատասխանը։ Ասում են պատմությունից պետք է դասեր առնել։ Պալատական ծաղրածուի արկայությունը թագավորության մեջ կարծում եմ պատահական բնույթ չէր կրում։ Ինչ է կարծում այսօր այդպիսի ծաղրածուի կամ պաշտոնի կարիքը զգացվում է թե ոչ։ Գիտեք ինչ, նմանատիպ ծաղրածուներ միշտ եղել են, ուղղակի տարբերությունն առնում է, որ եթե ժամանակին եւ միջնադարում եւ ավելի ուշ, երբ նման ծաղրածուն կար, նա ավելի շատ ուսուցողական բնույթ ուներ արքունիկում եւ յուրաքանչյուր թագավոր կամ ուղղակի տիրակալ ուներ հնարավորություն լսելու, շփվելու իր ծաղրածուի հետ եւ ինչ որ դասեր քաղելու նրա ասածներից կամ զրույցի ժամանակ, իհարկե, անպայման։ Այսօր մի քիչ այդպես չի, այսօր այդ ծաղրածուն ցավոք սրտի դառել ավելի շատ խեղկատակ։ Նման պալատական ծաղրածուներ այսօր էլ կան, ու կարելի է նրանց շատ հաճախ տեսնել մեր տիրակալների կողքին եւ կարծում եմ, որ նա ընդհակառակը ավելի բացասական լիցք է բերում, թեկուզ նույն չի ծառայում առաջվա նպատակին։ Չէ, որովհետեւ այսօր նրանք անվանում են մի այլ կերպ, տարբեր խոսքեր են դնում ռեֆերենտներ եւ մնացած ինչ-որ այնպես տարօրինակ անվանումներ կան։ Նաեւ կորցրել են հումորի զգացում առաջին հերթին։ Նրանք չեն ունեցել, որ կորցնեն ու երբեք չեն ունենալու ու գովաբանելով արքային տվյալ դեպքում ավելի շատ արժի ծառայություն են մատուցում, քան իրականում կարողանում են օգնել։ Այնպես որ դրանք եղել են կան ու լինելու են, ուղղակի ասում եմ ֆունկցիոնալ են փոխվել։ Եթե առաջ դա պատիվ էր լինել արքունիկում եւ լինել արքունիկի ծաղրածու, ապա այսօր այդ խեղկատակի կարգավիճակը ավելի շատ ծիծաղահարություն նման մարդու անձի նկատմամբ, քան իրականում։ Լավ, համարենք սա փոքրիկ շեղում մեր բուն նյութից եւ հանդիպման առիթից։ Դա էլ է թատրոն։ Անշուշտ, եթե երկու հոգի հավաքվում են, խոսում են եւ գոնե մեկը լսում է, իսկ ես հույս ունեմ ես ավելի շատ են դիտում ու լսում, ուրեմն դա արդեն թատրոն է։ Ուզում եմ անդրադառնալ ձեր կերտած կերպարներին։ Անձամբ ինձ մոտ հաճախ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք հիմնականում չեք խաղում ձեզ հակասող դերեր։ Եվ կարելի է ասել, որ Հրանտ Թոխատյանի դերում Հրանտ Թոխատյանն է կամ հակառակը։ Այդպես է։ Երևի այդպես ավելի ճիշտ կլինի, ուղղակի տարբեր իրավիճակում կամ տարբեր ժամանակահատվածում դնում ես որևէ այդ կերպարի ասենք իրավիճակի մեջ ու փորձում ես հասկանալ ինչպեսին դու կլինես ստեղծված իրավիճակում կամ ժամանակաշրջանում։ Իսկ եթե դերը այլ բան է հուշում։ Կարծում եմ, որ չէ դերն է հուշում, այլ դերասանն է հուշում դերին, այդպես պետք է լինի։ Դու չպետք է լինես դերի ծառան, պետք է քո կերպարի հետ ընկերություն անես, մտերմին լինես շատ։ Հրեշ կերպարի հետ կարող եք ընկերություն անել։ Այո։ Պետք է գտնես տեղեր, որտեղ որ նրա հետ էր, որովհետև ամենահզոր հրեշը միշտ ունենում է այնպիսի մի փոքրիկ հատված իր մեջ, որով կարող է զմալվել, որովհետև չէ միլիոն անգամ այդ օրինակը բերած, որ Հիտլերն էր ասել իր երեխաներին, միգուցե կամ ասենք իր ծնողներին եւ այլն, ծաղիկներ նվիրել կանանց։ Ես առաջարկում եմ շարունակել դիտել հատվածներ Mea Culpa ներկայացումից, քանի որ խոստացել ենք, այնուհետև կշարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ տեսանյութը։ Թոխատյան դիտում է այդ հատվածը եւ մտածում է, որ հանդիսատեսը շատ ակտիվ արձագանքում է այն հատվածներին, այն ռեպլիկներին, որոնց վրա եթե անկեղծ լինենք, երևի արտասվելու առիթ ավելի շատ կա, քան ծիծաղելու։ Միթե մեր իրականությունը այսքան ծիծաղելի է, այն դեպքում, որ կարծում եմ դուք էլ միմիայն ծիծաղելու իմաստը չեք դրել ձեր
դերի մեջ։ Չէ, վերջ չմոռանանք, որ սա քաղաքական զրույց չի, այլ թատրոն է ու գնում է ներկայացում ու ինչ խոսք հանդիսատեսը գալիս է հանդիպելու ինչ որ մի բանի, որը հիմա բեմի վրա պետք է կայանա։ Եվ ամենակարևորը նա է, որ միշտ ներկայացման վերջում, երբ դու բեմում ես իր դահլիճում հանդիսատեսը ու այդ բուրըն ծափահարությունները, բայց երբ ուշադրություն ես դարձնում աչքերին, տեսնում ես, որ հուզված աչքեր են քեզ նայում։ Այսինքն թեման, որի մասին որ դու խոսում ես հանդիսատեսը, ինքը հասել է իր արդյունքին։ Մենք մի ձև ենք մտածում, ես եւ հանդիսատեսը, այդ է ամենակարևորը։ Մենք կարող ենք չհամաձայնվել տարբեր մոտեցման տվյալ հարցի շուրջ, բայց ընդհանուր թեման, որ հուզում է, դա կա։ Ինչ խոսք ներկայացումը պետք է լինի այնպեսին, որ դա խոսքը շատ գեղեցիկ։ Հա ինչի՞ չէ, միմոսություն, դա լիցիձեյստվը, այսինքն այն ինչ որ կատարվում է բեմի վրա, պետք է ինքը այդպես է լինի, պետք է նա ծիծաղել բերի, տարբեր էմոցիաներ բերի, արդյունք բերի, բայց վերջի պետք է գանք ընդհանուրի, որ մենք խոսեցինք մի թեմայից, որ այսօր մեզ հուզում է, որովհետև վերջի բոլորս դրանից դուրս են գալիս այդ թատրոնից ու մտնում ենք մյուս թատրոնը, որը կյանքն է, ու տուն գնալուց կլինի կամ քնելուց առաջ կամ ուղղակի սրճարանում նստած աշխատանքի վայրում նշանակություն չունի, բաղը որ հիշես այդ պահը, ինքը մտածելու առիթ է, դա է ամենակարևորը։ Իսկ դա այսօրվա օրով կա, որովհետև վերջի այն փաստը, որ արդեն մոտ 47 ներկայացում մեակուլպայի խաղացում ու խաղացումա լեփլեցուն դահլիճներում, դա նշանակում է, որ այս թեման հուզում է, դեր ասելիք կա, լսելիք կա ու զրուցելու դեր տեղ կա։ Իսկապես թատրոնից հետո միշտ պիտի լինի ճիշտ լավ թատրոնից հետո լինի տպավորություն եւ լինի զգացողություն, թե նրանց մոտ ովքեր եկել են ջիպով, թե նրանք ովքեր եկել են ոտքով։ Շարունակելով այս թեման, ջիպը տվյալ տեղը այդ նշանակությունը չուներ։ Այսօր յուրաքանչյուր մարդ ու վերջի 21-րդ դարում ենք ապրում։ Դու ձգտում ես ավելի բարեկեցիկ կյանքի, ու դա ճիշտ է, եւ ցանկանում ես նույնը քեզ, ցանկանում ես քո երեխաներին եւ այլն։ Այստեղ հարցը նրանում է, որքանով է դա դառնում ինքնանպատակ, որովհետև եթե այսօր մեր հասարակության մեջ շատ շատերի մոտ դեր մեքենայի համարը ունի նշանակություն, ուրեմն մենք ունենք մեծ խնդիրներ, որովհետև չի կարելի ասել այս ինչ համարն է, այդ չէ, ինքը մարդ է, դու պետք է քո անունը ստեղծես առաջերտին, թող քեզ ճանաչեն քո անուն ազգանունով, նոր հետո ջրեշտի կտորով, որքան որ չարժեն այդ ջրեշտի կտորը։ Ես շատ կուզենամ այդ ջրեշտի կտորից շատ լավագույնը ես ունենամ ու ձգտում եմ դրան, բայց չպետք է դրա համարը ինձ գնահատական տա այսօր մեր հասարակության մեջ հեռախոսի թիվը եւ այլն եւ այլն։ Կարծում եմ ձեր պարագայում դա վաղուց ուրախություն մեզ բոլորիս եւ ձեզ նույնպես այդպես չէ։ Քանի որ դուք այս ներկայացման մեջ հաճախ եք մեջ բերում ռուսական իմաստուն մտքեր, եթե չեմ սխալվում, հունական է խլեբը իզրելիշ։ Եթե թարգմանենք երևի հաց եւ տեսարաններ կամ զվարճանքներ։ Երևի պատահական չէ դասակարգումը։ Սկզբում հանապազորյա հացի խնդրի լուծում, այնուհետև նոր զվարճանքներ։ Այսօր նրանք, ովքեր ունեն այդպիսի խնդիր հանապազորյա հացի, արդյոք ժամանակ ունեն թատրոնի մասին մտածելու եւ ըստ իս նրանք, ովքեր հեշտությամբ լուծում են ոչ միայն հանապազորյա հացի խնդիրը, արդյոք ժամանակ ունեն մտածելու թատրոնի մասին։ Գիտեք, ես վստահություն ունեմ, որ ես չեմ կարող մյուս ազգերից խոսել, ես կարող եմ խոսել մեր մասին, որ անգամ ամենածանր օրերին, դա եւ Եղեռնի օրերը, եւ բուրըն հեղափոխությունների օրերը, մեր ազգը միշտ գտել է հնարավորություն մտածել թատրոնի մասին, մտածել արվեստի մասին ու մշակույթի մասին։ Նույնը դա այսօր է, որովհետեւ ես չեմ կարծում, որ այդ քանակի հանդիսատեսը գալիս են միայն նրանք, ովքեր արդեն չունեն այդ խնդիրը։ Մեզ մոտ միշտ էլ եղել է, որ անգամ հացի խնդիրը չլուծած անպայման հոգևոր սնունդի մասին անպայման, այո, լինի դա համերգ, լինի դա ներկայացում, լինի դա ֆիլմ, լինի դա գիրք, որը շատ կարևոր է, այդ ցավոք սրտի գրքի գինն է այսօր մի քիչ ընկել, մենք ավելի քիչ ենք կարդում ու դա մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Եվ դրա համար թատրոնը պետք է ունենա իր տեղը։ Ուրիշ բան է, որքանով այսօր թատրոնը ասելիք ունի հանդիսատեսին։
որքանով պատրաստ է ընդունել հանդիսատեսին, որը թողնելով այդ խնդիրը, հացի խնդիրը, գալիս է թատրոն, որպեսզի նա փոշմանած չվերադառնա տուն։ Դա ամենակարևորն է։ Իսկ դա էլ արդեն մեր խնդիրն է, ես մի կադրեմ թատրոնների, ռեժիսորների, դերասանների, հեղինակների մանավանդ, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի գործեր, որ չամաչենք մարդուն կտրել իր գործից, բերել մեզ մոտ ու փոշմանած չուղարկենք տուն։ Երևի պատահական չէ այդ հոգևոր սնունդ ասվածը, որովհետև բառացի չընդունենք, բայց դա էլ է յուրօրինակ սնունդ։ Դե չմոռանալ, որ իսկապես մեզանից յուրաքանչյուրը որոշակի Նապոլեոնը, որոշակի ինքը շատ լավ գիտի ինչպես կարելի է վաղվա Հայաստանի ապագան կերտել, ինչ պետք է անել, որ եթե ես լինեմ այսօր պրեզիդենտ, վաղ ամեն ինչ լավ կլինի, դա բնորոշ է ամեն հայ։ Միգուցե թող դա այդ ինքնավստահությունը միգուցե վատ չի, բայց մյուս կողմից էլ դա բերում է նրան, որ մենք չենք կարողանում համախմբվել, փորձել ընտրել այն լավագույնին, որի օգնելով եւ նրա առաջնորդությամբ կարողանանք կերտել մեր վաղվա օրը։ Եթե դա էլ այդ ինստիտուտն էլ մտնի մեր մեջ, մենք կարողանանք դրան հասնել։ Այդ դեպքում իսկ փորձը կա, 88 թիվը ցույց տվեց, որ այդ հնարավորությունը, այսինքն պոտենցիալը կա ազգի մեջ ու մենք շատ մեծ սխրանքների դեր պատրաստ ենք, այսինքն կործանված չի, որովհետև կարելի է մտածել, որ այդ սովետական այդ փաղաքշությունը եւ այլն, այսինքն ինքն ուներ շատ լավ կողմերը, որոնք այսօր եթե մի քիչ ավելի խորը մոտենում ես, ինքը եւ բերեց նաեւ իր հետ մեծ խնդիրներ։ Ջնջում էր անհատականությունը, ավելի շատ մասսայական մտածողություն։ Հա, եթե ժամանակին միայն այդ չէ, գիտեք, մի տեսակ այդ ինքնապաշտպանման բանը մեր մեջից դուրս եկավ։ Մենք պաշտպանված ենք, կար մի հատ մեծ եղբայր, որը որ այնտեղ ինչ որ միտեղ Մոսկվայում նստած էր, հա, ու ինքը ամեն ինչ կանի, մեզ մնում է միայն այստեղ, ասենք, զվարճանալ եւ այլն եւ այլն։ Հիմա հասկացանք, որ դա այդպես չի ու ամենակարևորը ասում եմ, բնազդը չէր անցել։ 88-ը ցույց տվեց, որ կարելի է կանգնել իրար կողք, կուսկուսի, բոլորը միասին մի բան ուզել ու այդ բանի համար պատրաստ լինել ամեն ինչի, ու դա կլինի։ Ուրիշ բան է լինելուց հետո ինչ կատարվեց մեզ հետ։ Այո, պետք չէ հասնել միասնությանը միայն ծայրահեղ վիճակներում, իհարկե դա լավ օրինակ չէ, բայց նաև ապացույց է, որ մենք կարող ենք համախմբվել։ Այս պահին ես առաջարկում եմ, այդպես գիտեմ, որ համախմբված հիմա բոլորը դիտում են հատվածներ Միագուլպա ներկայացումից, եւս մի հատված, որից հետո կշարունակենք զրույցը։ Խնդրեմ տեսանյութը։ Համոզված եմ այս հատվածը հանդիսատեսի կողմից սիրված հատվածներից մեկն է, ըստ արձագանքի կարելի է ենթադրել։ Դժվարում եմ ասել։ Պարոն Թոխատյան, ճիշտ է, այսօր մեր հիմնական թեման թատրոնն է, բայց ինձ հետաքրքիր է այսպիսի հարց։ Պարոն Թոխատյան, Հրանտ Թոխատյանը կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, շոուներում ստացվեց այսպես 4 դասակարգում։ Ինչպես հիմա շատ տեղերում օգտագործում են ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի սկզբունքը, եթե էկրանի վրա լինեին այդ 4 դասակարգումը եւ համակարգիչը հեռացներ 3-ը, առանց որի չեք պատկերացնում ձեզ։ Չէ, որ առաջնահերթը, եթե այդ դասավորությունը վերցնենք, թատրոնն է իհարկե։ Մնացած 3 կարող էր ասենք համակարգիչ տանել, թատրոնը չէ, թատրոնը պետք է առաջնահերթը, որովհետև մնացած ձեր թվարկած հեռուստատեսություն, շոու եւ կինո մի քիչ հարաբերությունները այսքան լավ չեն դասավորվում ինձ մոտ, թատրոնն էլ ավելի լավ են, ես թատրոնը շատ եմ սիրում, բեմը շատ եմ սիրում։ Իսկ նոր ներկայացումների մասին արդեն մտածում եք կամ ծրագրեր։ Իհարկե կան ու կա արդեն պիեսը գրված, էլի մեր ստեղծագործական խումբը ամփոփող է, էլի մտահղացման հեղինակը Արմենն Համբարձումյան, որ եւ պրոդյուսերն է, ինչպես բոլոր նախորդ աշխատանքների, հեղինակը Վահրամ Նասարակյան, որ շատ կարևոր է ինձ համար, եւ ռեժիսորը, այսօրվա իմ ամենասիրած ռեժիսորը Արտուր Սահակյան։ Դերասանական կազմը դեր հավաքվում է, կարծում եմ, որ շատ հետաքրքիր մի գործ ենք մտածել։ Դարձյալ մեր օրերի, մեր իրականությունն է։ Ոչ միայն մեր, կարծում եմ, որ այն ինչի մասին, որ փորձենք խոսել նոր պիեսում, դա
այն թեմանա, որը ուզում եմ յուրաքանչյուրին, անկախ նրանից այսօր ես ապրում եմ Հայաստանում, Ուզբեկիստանում, Լիխտենշտեյնում, թե Մոլդավիայում, Գանդուրասում, ոչ մի նշանակություն չունի, որովհետև բոլորը դրա միջոցով անցել են ու շարունակում են անցնել։ Դա համամարտկային է։ Այդպիսի մի թեմատիկա։ Եթե նախորդ երկուսը ես նկատում եմ, ընդհանրապես դա այդպես տրիպտիխ էր, Խաթաբալադան, Մեակուլպան եւ Հյուսնի որդին, պայմանական անվանում է այդպես է, որը որ կլինի, ապա դա այդպեսի մի էքսկուրս էր, որ անցկացնում ենք։ Այն երկուսը եթե ավելի շատ էին կապված մեր իրականության հետ, հայ իրականության հետ եւ Հայաստանի հետ, ապա սա մի քիչ ավելի լայն թեմատիկան ավելի լայն է, ու կարծում եմ, որ ինքը էլ ավելի մեծ հետաքրքրություն պետք է բերի։ Իր թեմայով ինչպեսին կլինի ներկայացումը, դա կդատի հանդիսատեսը, բայց ինձ համար համենայն դեպս թեման էս ներկայացումը շատ հոգեհարազատ է ու կարծում եմ, որ ներկայացումը կլինի գոնե այնպես ինչպես մենք ուզում ենք, թե ինչպես դա դուք կհանդիսատես, ինչ գիտեմ։ Հյուսնի որդի, այսինքն դա կլինի անդրադարձ քրիստոնեության, թե ես սխալվում եմ։ Դա անակնկալես չուզենամ եք դրա մասին խոսել։ Իսկ մոտակա, ասենք, առաջնախաղի պրեմիերայի ժամկետները ճշտված են։ Չէ, ներկայացումը դեռ սկսել ենք նոր, այնպես որ ինքը պետք է անցնի իր ճանապարհը, ունենա իր ծնունդը։ Որի մասին Աստված առաջ, ես կարծում եմ, որ աշնան է։ Իսկ ինչ վերաբերում է Մեագուլպա ներկայացմանը, այն դեռ բեմահարթակում է եւ կլինի ապրիլ ամսին։ Այո, Մեագուլպան խաղացվելու է, ապրիլին խաղանք 3 ներկայացում։ Ցավոք սրտի ներկայացումները մենք խաղում ենք ոչ միայն այն բանով, թե ինչպես մենք գտնում ենք ժամկետները ճիշտ, այլ նրանով, որ մենք չունենք մեր խաղահրապարակը եւ մենք հյուր ենք դինում են թատրոններում, որտեղ գտնում են տեղ կամ գտնում են իրենց առօրյայում մի փոքրիկ հատված, որը կարող են տրամադրել մեզ վարձու տալ, տվյալ դեպքում դա ռուսական թատրոնն է, իրենց մոտ ազատ օրերը դրանք էին, մնացած օրերում թատրոնը զբաղված է։ Իրենց աշխատանքներով, իրենց ներկայացումներով համար խաղում ենք այսպես, ասենք, շատ կտրված։ Ես կուզենայի, որպեսզի դա լիներ սիստեմատիկորեն, բայց այսօր դա դեռ հնարավոր չի։ Այսօր ապրիլի վերջին 25-ին, 26-ին, 27-ին նորից սպասում ենք մեր հանդիսատեսին։ Ինչպես ասում են, սա չարյաց փոքրագույնն է, չունենալ բեմահարթակ, բայց դուք ունեք հավատարիմ եւ մշտական հանդիսատես, որը ձեզ սիրում է։ Միգուցե այսօր երևի թե անպայման կգտնի դուք թատրոնում եք։ Այս ձևն էլ ինքը կյանք ունի Հայաստանում։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ անպայման չի դա լինի մշտական խաղացանք, մշտական աշխատակազմ, դա այդպես չի, ստեղծագործական կազմ, այլ նմանատիպ թատրոնի ոճը, որը որ ընդունված է ամբողջ աշխարհում, բենեֆիսիան թատրոն, նույն որը որ այսօր որով զբաղված ենք մենք, ինքը ցույց տվեց, որ ինքը կյանք ունի ու ավելի շատ այսօր ունի հնարավորություն ինքն իրեն պահելու, քան ասենք մշակութային բաները, նախարարության թատրոնը։ Պարոն Թոխատյան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր մեր հյուրը եղաք։ Հանդիսատեսը, մեր հեռուստադիտողը, կարծում եմ, այսօր հրաշալի հնարավորություն ունեցավ։ Գուցե եթե հաջողվեց Հրանտ Թոխատյանի փոքրինչ նոր կողմից ճանաչելու համար եւ իհարկե նորից հաղորդակից լինելու Մեագուլպա այդ հրաշալի ներկայացմանը։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ շնորհակալություն Ռավերի համար ու իսկապես մեր հանդիսատեսն ցանկանան, որպեսզի ինչ ձևի, ինչ պարագանել էր որ լինի, նախ եւ առաջ անպայման հավատակ, որ վաղը լինելու է ավելի լավ։ Անփոփոխ մի բան կա, միևնույն է, վաղ առավոտյան արևը ծագելու է արևելքում եւ մայրամուտ ունենա արևմուտքում։ Դա անփոփոխ է, դա բնության օրենքն, առանց որևէ բանի։ Ու միշտ ապրեք թատրոնով։ Եղեք թատրոնի կողք ու թատրոնը լինի ձեր մեջ, այդ դեպքում մի փոքր այս գոհշությունը ավելի լավ գույներ կունենա։ Շնորհակալություն ձեզ։ Ինձ մնում է շնորհակալություն հայտնել մեկ ամսվա ընթացքում շարունակ մեր տաղավարը զարդարող Էլեոնորա ծաղկեսրահին, որը գտնվում է Բաղրամյան 54 հասցեում, կարող եք այցելել, նաև զանգահարել 225 074 հեռախոսահամարով։ Շնորհակալություն նաև Նալբանդյան 39 հասցեում գտնվող Կապրիզ գեղեցկության սրահին, վարսահարդար Արտուր Պետրոսյանին մատուցված ծառայության համար։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։